Ինչու եկեղեցական խորհուրդները պետք չէ շրջանցենք։ Այսօր մենք պիտի խորհրդածենք մեր հոգևոր կյանքի կարևոր հիմնասյուներեն մեկուն մասին՝ եկեղեցական խորհուրդները։ Շատեր կրնան հարց տալ, թե ինչու այս խորհուրդները այսքան կարևոր են եւ ինչու մենք չպետք է շրջանցենք զանոնք մեր անձնական հավատքի ճանապարհին։ Այսօր պիտի փորձենք գտնել այս հարցերու պատասխանները։ Սիրելիներ, եկեղեցական խորհուրդները, որոնք հաճախ կգոչվին սուրբ խորհուրդներ, Աստծո շնորհի տեսանելի նշաններն ու միջոցներն են, որոնց միջոցով անմեզ կփոխանցե իր բրգարար շնորհքը։ Անոնք Քրիստոսի կողմէ հաստատված են եւ առաքելական ժամանակներեն ի վեր կգիրառվին եկեղեցու մեջ։ Ահա թե ինչու մենք չպիտի շրջանցենք զանոնք։ Առաջին, Աստծո հրամանը եւ հաստատումը։ Առաջին եւ ամենահիմնական պատճառը այն է, որ եկեղեցական խորհուրդները Աստծո հրամանն ու հաստատումն են։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը հրահանգեց իր աշակերտներուն կատարել որոշակի արարողություններ, որոնք դարձան մեր խորհուրդները։ Օրինակ, մկրտության մասին ասավ. «Գացեք եւ բոլոր ազգերը աշակերտեցեք, զանոնք մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով» Մատթեոս 28:19։ Սուրբ հաղորդությունը այդ մասին ասավ. «Այս իմ մարմինն է ձեր համար, ադիգա արեք իմ հիշատակիս համար, եւ այս բաժակը նոր ուխտ է իմ արյունովս, ադիգա արեք ամեն անգամ, որ կխմեք իմ հիշատակիս համար» Առաջին Կորինթացիս 11:24-25։ Երբ մենք կմասնակցենք խորհուրդներուն, մենք կհնազանդենք Աստծո կամքին եւ կկատարենք իր պատվիրանները։ Սա հավատքի եւ հնազանդության դրսեւորում է։ Իսկ երկրորդ, շնորհքի միջնորդներ եւ Սուրբ Հոգիի դրսեւորումն է։ Եկեղեցական խորհուրդները ոչ միայն խորհրդանիշներ են, այլև շնորհի արդյունավոր միջոցներ։ Աստված այս տեսանելի արարողություններու միջոցով կփոխանցե իր Սուրբ Հոգու շնորհը մեր հոգևոր կյանքը զորացնելու, մեզ սրբացնելու եւ իրեն ավելի մոտեցնելու համար։ Օրինակ, մկրտությունը մեզ կմաքրե սկզբնական մեղքեն, կդարձնե Քրիստոսի մարմնի անդամ եւ Աստծո զավակ։ Դրոշմը մեզի կբարգեւե Սուրբ Հոգին իր բարգևներով եւ զորությամբ Քրիստոսի վկաներ ըլլալու համար։ Սուրբ հաղորդությունը մեզ կմիացնե Քրիստոսի մարմնին եւ արյան, կսունուցանե մեր հոգիները եւ գերաշխավորե հավիտենական կյանք։ Առանց այս շնորհի միջոցներուն մեր հոգևոր աճը կմնա սահմանափակ եւ մենք կզրկվենք Աստծո կողմէ մեզի բարգեւված հոգևոր սնունդեն եւ զորութենեն։ Երրորդ, եկեղեցական մեր կյանքի որպես միասնություն։ Խորհուրդները մեզ կմիացնեն ոչ միայն Աստծո հետ, այլև եկեղեցական մեր համայնքին հետ։ Անոնք կխորհրդանշեն եւ կամրապնդեն Քրիստոսի մարմնի եկեղեցվո միասնությունը։ Երբ մենք կմկրտվենք, կդառնանք եկեղեցվո անդամ, երբ կմասնակցենք Սուրբ հաղորդության, մենք համայնքով կմիանանք Քրիստոսին եւ իրարու, ինչպես Պողոս առաքյալը գսե, որովհետեւ մեկ հաց է, մենք ալ բազում ըլլալով մեկ մարմին ենք, քանզի ամենքս ալ մեկ հացեն կուտենք։ Առաջին Կորինթացիս 10:17։ Շնչանցելով խորհուրդները, մենք կմեկուսանանք համայնքեն եւ կթուլացնենք մեր գաբը Քրիստոսի մարմնի հետ։ Քրիստոնեությունը անձնական հավատք է, բայց ոչ մեկուսացած։ Անիգա միշտ համայնքային կյանք է։ Իսկ չորրորդ պատճառը Աստծո հավատարմության եւ վկայության արդյունք որպես։ Խորհուրդները նաեւ Աստծո հավատարմության տեսանելի վկայություններ են։ Անոնք կհիշեցնեն մեզի Աստծո բրգարար գործի մասին, անցյալին, ներկային եւ ապագային։ Մկրտությունը օրինակ մեզ կհիշեցնե Քրիստոսի մահը եւ հարությունը եւ մեր մահը մեղքին ու հարությունը նոր կյանքի։ Սուրբ հաղորդությունը կհրճագե Քրիստոսի մահը մինչև երկրորդ գալուստը։ Մասնակցելով խորհուրդներուն, մենք կվերահաստատենք մեր հավատքը Աստծո խոստումներուն հանդեպ եւ կհաստատենք իր հավատարմությունը։
Իսկ 5-րդ եւ վերջին պատճառը պաշտպանություն եւ բժշկությունն է։ Մեր հոգևոր կյանքի մեջ մենք կհանդիպենք բազմաթիվ մարտահրավերներու եւ փորձություններու։ Եկեղեցական խորհուրդները մեզ կտանեն հոգևոր պաշտպանության եւ բժշկության։ Օրինակ, ապաշխարության խորհուրդը, որ խոստովանությունն է, մեզի հնարավորություն կտա մեղքերու թողություն ստանալ եւ Աստծո հետ մեր գաբը վերականգնել։ Ցերնատրությունը կբարգեւե Սուրբ Հոգու շնորհը հոգևոր սպասավորներուն, եկեղեցին ղեկավարելու եւ հավատացյալներուն հոգևոր կարիքները բավարարելու համար։ Օծումը, վերջին օծումը կմխիթարե հիվանդներուն եւ կզորացնե զանոնք հոգևոր եւ ֆիզիկական դարաբանքի մեջ եւ դժբախտաբար այս վերջին օծումը վերացած է մեր եկեղեցական գարքերեն։ Շրջանցելով այս խորհուրդները մենք մեզի կզրկենք Աստծո կողմէ առաջարկված հոգևոր բժշկութենեն եւ պաշտպանութենեն։ Ինչպես եզրակացնենք։ Սիրելիներ, եկեղեցական խորհուրդները քրիստոնեական կյանքի անբաժանելի մասն են։ Մենք չպիտի շրջանցենք զանով, որովհետև անոնք Աստուծո հրամանն ու հաստատումն են։ Շնորհի արդյունավոր միջոցներ են մեր հոգևոր կյանքին։ Գամրաբնտեն եկեղեցական համայնքի միասնությունը, Աստուծո հավատարմության դեսանելի վկայություններ են եւ կբարգեւեն հոգևոր պաշտպանություն եւ բժշկություն։ Թող որ մենք ամբողջ սրտով մասնակցենք մեր եկեղեցական խորհուրդներուն հավատքով եւ հնազանդությամբ, քանզի անոնց միջոցով Աստված կհարստացնե մեր հոգևոր կյանքը եւ կմոտեցնե մեզ իրեն։ Ամեն։